Endurը հարմարա որ տանեք։ Endurը հարմարա ապե որ տանեք։ Էլի կլիել հանել։ Արոսյանը։ Ապե եթե մի հատ եք հանում եք էլի բալբերում եմ հանեք։ Եթե մի հատ եք ու գնա։ Ապե թաղապետին ասես ոչ մի հարցով էս հայտ չմտնի ապե։ Ոչ մի հարցով ապե։ Ապշե ասա էս հայտ ոտ չդնի ապե։ Էս հարցով ոչ մի հարցով էս հայտ չմտնի։ Ոչ մի պատասխան չեն ստանալու ոչ մեկը։ Եթե քանա, եթե տենց հա, որ պատիով հա, զորով, всё։ Ասում էին ասեք կանենք, հիմա բնակիչները ասում են մի քանդեք, ոնց են անում, ահազանգ հրացիներ, այս պահին Հրաչյա Քոչար 27 հասցեի ու խաղահրապարակի դռները օրինական քաղաքապետարանի նախագծով տեղադրված, այս պահին ապամոնտաժվում են, բնակիչները ահազանգում են, որ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի քմահաճույքն է այս պահին իրականացվում, չկա գրավոր հրաման, չկա գրավոր հրահանգ, նախագծի մեջ չկա որևէ փոփոխություն, սակայն այստեղ են Արաբկիրի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր առանց որևէ փաստաթղթի այս պահին բնակիչների կամքին հակառակ գնալով իրականացնում են բանավոր հրահանգի ապօրինի գործողություն բանավոր հրահանգի հիման վրա։ Տեղեկացնեմ նաև, որ մեր Մայր Հայաստան խմբակցությունը արդեն հրատապ կարգով մուտքագրել է քաղաքապետարան գրություն, համաձայն որի պահանջել ենք կասեցնել ապօրինի գործողությունը եւ բնակիչների հետ հանդիպել, զրուցել բնակիչների հետ, լսել բնակիչների խնդիրը, հոգսերը, ինչ նպատակով են բնակիչները պահանջում, որ դռները չապամոնտաժվեն, սակայն տեսնում ենք, որ փաստորեն քաղաքային իշխանությունը սուտ էր ասում, որ ասում էր ասեք կանենք։ Տիգրան Ավինյան հարցնում եմ, դուք ստում էիք։ Այսինքն դուռա պետք իրանց։ Դուռա պետք պարզապես այս պահին։ Հրատապ կարգով դուռա պետք քաղաքապետարանի։ Ոչ մի վիրավորական բան չի ասում, դուք հանգիստ եղեք, մի բան արեք։ Չանդամ ինչ բանն է։ Դուռա պետք այսինքն։ Չեմ հասկանում, դուռա պետք։ Ապե չես կարողանում հանես։ Ես Ացուս եմ տվես սա։ Ես որտեղը ծռել եմ, բերեք բարգարկով ավելի լավ կդրեք։ Տանն են ծռել, ուղղակի շոթին են ծռել։ Ճիշտ ասում, որ չլի չի էլ հանի։ Դա լա տարբեր է։ Ապե ես ավտոյից մեջ բարգարկա ունեմ։ Հա, համբերի։ Չէ, մի։ Հոսանք ունես դե հաստո։ Պարոն Դալյան, Պողոս Պետրոսյան, Զարյատկով բալգարկա ունես։ Հրա Ռոբջան թողեք, մենք գործիք ենք բերում իրանք հանեն։ Թող իրանք բերեն։ Սրանք սկի ապա դուր հանելու ի վիճակի չեն, ապա գործ չեն իրավ։ Իրանք չեն կարել դուր հանել։ Հանեք դե ոնց Դեք ձև են ասում արա։ Դեք են ասում եք որ հեշտ ասում։ Հա դե մեկը հանել է։ Մեկը հանել է, դու հանել։
բնակարան ստորագրել։ Բնակիչները հրատապ կարգով ստորագրահավաք են իրականացրել, որ դեմ են դռների ապամոնտաժմանը։ Տիգրան Ավինյան, դուք ասում եք, ասեք կանենք, հիմա բնակիչները ասում են, որ մի հանեք այս դռները, պարզվում է, որ դուք կամ ձեր ենթակաները չեն ենթարկվում ձեզ եւ չեն լսում ձեր ասենք կանենք կարգախոսին։ Դեռները որ համ են։ Ոսում վաղն իցորը գիշերվա ժամը 1000 կամերամոտ եկան մտան սաղ ստեյ գիշերվա 1000-ին ինչ ասես արեցին, ես ջարդեցին, ծառները ջարդին, տոյեցին ինչ բան, ով ապատական չկնեք, ինչ ապրի պահ կաննեք, Բա ինչ են արել, ոչ թե բաց է եղել, անգամ ասել Երկաթերը ուրեն բնակ մեր Իրանք լրիվ են նպատակը չեն ասում Այսօր հրանք են ստացել Մեր ծախսերով հարգել ենք, որ հիմնական պատճառն է, որ մենք ցել ենք տելեգրամանիշները, որ նարկո բիզնեսի առօրյա է։ Նարկո տրաֆիկի զարգացումը, իդեալական շուկա է, իրենք շենքի արանքը մարդ չտենում, իդեալական։ Մենք հարգեցինք։ Դրա դեմը առանց նկարները կա, ամեն ինչ կա, մենք ցել ենք տելեգրամանիշ, այդ ամբողջ նկարները կա։ Հիմա եկան բակը վերանորոգեցին, հագեցինք, մենք չիպերով հագեցինք, երեկո անթաղում ենք, որպեսի անոմատ չմտի ստեղ, որտեղ դեպքեր եղավ, որ ասեր մտա մեր ընկերոջ ոտը, մի խոսքով, մի բաներ, տելեգրամանիշի սա դրանք բոլորը հիմա Սա բակային տարածքը, դեպքեր հասարակական բակային տարածքը 150 մոտ բնակիչ կա, բոլորը ունեն չիպեր, մեր չիպերով լացում են, մեր երեխեքով խաղում են, ուրիշ Տիգրան Ավինյան արձանագրենք փաստը, որ դուք չեք անում են, ինչ ասում էին բնակիչները, ասեք քանդենք, եւ անում եք են, ինչ պահանջում են բնակիչները, Տիգրան Ավինյան, ձեր ենթակաները չեն լսում ձեզ, արհամարում են ձեր կարգախոսը, պարոն Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարանը այս պահին գնում է բնակիչների կամքին հակառակ, բնակիչները այստեղ հավաքված են, պահանջում են իրենց բակը մաքուր պահել, թմրամոլներից ու այլասերվածներից հեռու պահել, բայց ոստիկանության աշխատակիցները այս պահին ապահովում են քաղաքային ապօրինի հրահանգի իրականացումը, այսինքն չկա հրահանգ, բայց ոստիկանությունը այս պահին իրականացնում է
իբրև թե հասարակական կարգի ապահովելով թմրամոլների եւ այլասերվածների մուտքը հրաչակոչար 27A շենքերի բակ։ Արձանագրում եմ նորից Տիգրան Ավինյան, դուք եւ ձեր ենթակաները չեք անում այն, ինչի մասին խոսում էիք, ասում էիք ասեք կանենք, այսքան մարդ հավաքված պահանջում է չքանդել, չբացել դուռը, իրենց երեխաների խաղահրապարակը չսարքել այլասերվածության տարածման վայր, բայց ձեր ենթակաները չեն լսել ձեր կարգախոսը, պարոն Տիգրան Ավինյան։ Բրավո։ Դուք ցույց կտաք այն գրավոր հրամանը, որի հասարակական կարգը պահում էիք նոր։ Քաղաքապետարանի շնորհքն է։ Ցույց տվեք այդ գրավոր հրամանը։ Գրավոր արդեն դիմել ենք, սպասում ենք։ Հենց հիմա ցույց տվեք այն հրահանգը, որի հիման վրա սա արեցիք դուք։ Պարոն Ներսիսյան, բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, դուք ասեք այս հանձնարարությունը ոստիկանությունից Ումից եք պահել հասարակական կարգը։ Այսինքն փոխքաղաքապետի կմահաճույքը պաշտպանում եք։ Բնակիչներն ասում են, որ այստեղ երեկոյան ժամերին հասարակական կարգ է հենց խախտվում, նշում են թմրանյութ օգտագործողները մտնում տարած, այդ պարականները փոխում գնում են, հասարակների չնետեն ակտանց կողքն են մտել, դա ինչպես է կրում տարոդի։ Հիմա այս դրները հենց ինչ հարց է, լուծում Պատիկան ուրեմ լրիվ ռեշոտ են, ֆուտբոլի դաշտը, սա խանդեն տանը։ Պարոն Հարությունյան, դուք լսել եք Տիգրան Ավինյանի կարգախոսը, որ ասում էր ընտրություններից առաջ բակեբակ ձեր հետ քայլում էր, ասում էր ասեք կանենք, բա ինչի չեք լսում Տիգրան Ավինյանին։ Որ խնդրեմ կպատասխանեք բնակիչներին բոլորիս հուզող հարցը։ Տիգրան Ավինյանին չեք լսում։ Չեք լսում Տիգրան Ավինյանին։ Չէ, ուղղակի ուզում եմ ասել, հիշեցնում եմ պարզապես, Տիգրան Ավինյանը ասում էր ասեք կանենք, այսքան մարդ, տեսեք, այսքան մարդ ասում էր մի քանդեք։ Ես որպես կին հարգեցի, պատասխանեցի տեսուզ։ Բարև ձեզ, ես Ես ասում եմ, չեմ կասում, որպես ինքնուրույն հնարավորությունները երկրորդում Եկե փող թաղապետներ, բայց այս պահին անհայտացել է։ Ահան, արձանագրենք, որ բնակիչները մտահոգված էին, որ իրենց երեխաների խաղահրապարակը մնա թմրադեղերից, այլասերվածներից հեռու է, այստեղ մանկահասակ երեխաներ են խաղում, բնակիչները իրենց գումարներով գնել են ծառեր, տեղադրել են, մաքուր են պահում բակը եւ իրենց երեխաները այստեղ թողնում են հեծանիվներ, բարև ձեզ, դուք ուրախ եք, չէ՞ որ բակում խաղում եք։ Ապրեք դուք, որ պաշտպանում եք ձեր սեփականությունը, փորձենք ունենալ այնպիսի իշխանություն, որը կլսի քաղաքացիներին եւ ոչ թե ընտրություններից առաջ կգա ու կասի ասեք անենք, բայց երբ որ գան մարդիկ ու ասեն, արդեն հակառակը կանեն։ Սիրելի հայրենակիցներ, ահա
Ահա այս մարդիկ էին քանդողները։ Նա խնդրեմ ասեք էլի, որ այս ծառերը սա ժողովուրդն Ասեցի։ Այդ դուրը ով է պահանջել, Տիգրան Ավինյանը անձամբ, թե Տիգրան Ավինյանի ենթակաները չեն ենթարկվել Տիգրան Ավինյանին։ Դուք ինչ տեղեկություն ունեք, որ քանդեցիք։ Այս դուրը հիմա ում համար է պետք։ Հա ոնց որ ֆրցնեք։ Մի հատ ձեր դեմքերն էլ ֆիքսեմ։ Հա, ֆիքսում եմ։ Տիգրան Ավինյան, այս մարդիկ չէին լսել, որ դուք ասել եք, ասեք կանենք։ Սիրելի հայրենակիցներ, արձանագրում ենք կրկին անգամ, որ Երևանի քաղաքապետարանը չի լսում քաղաքացիներին։ Նույն այլասերություններ տիրում, նույն է պալանքյասություններ տիրում, էլի տնետը դեմն առավ։ Հասկանում եք։ Պահաճ է, երբ որ ուրիշ տեղից մարդը գալիս է նստում է, ոտերը դնում է այդ նստարաններին, այնտեղ որտեղ կանայք են, մեր մայրերն են նստած, կամ ցենզուրայից դուրս հայհոյանքներով խոսում են, դա պահաճ է։ Մեր թավի համար, մեր տղերքի համար, դա ընդունելի չի։ Միգուցե իրանց համար ընդունելի է, մեր համար չէ։ Դրա համար այս դուրը նորից փակվելու է։ Այսօր անձամբ ես չէ, բայց սա մեր թավի տղաներն սա պրինցիպ է։ Ունենք փող քաղաքապետ Երևանի Լևոն Հովհաննիսյանը։ Իր ամբիցիան է, իր պրինցիպն է, իր կմահաճույքն է, իր հանձնարարականն է, որը որ ես այս մարդկանց եմ դիտեղ չեմ մեղադրում, մարդկանց հանձնարարություն են տվել, եկել են իրանք գործն են անել։ Բայց եթե այս հայաթը անցած տարի 180 միլիոնից ավել փող են ծախսել այս վերանորոգելու համար, այս դուք ինչ եք տեսնում եք, ես կարող եմ տղեկին ասեմ, հիմա փաստաթուղթեր կբերեմ։ Սա ինչը որ կա նախագծով է, ստեղ մի հատ, չգիտեմ, շուռուպ չկա, որ նախագծից դուրս է։ Եղբայր, վարչական մարմին, եթե դու հանձնարարություն ես տալիս, այսինքն դու նախագիծ ես փոխում, բարի եղի մի հատ թուղթ ցույց տուր մեր, ինչի հիման վրա ես դու էդի անում։ Մենք էլ մարդ ենք, քաղաքացի ենք, սահմանադրությունով ամրագրված է, որ մենք դատական պաշտպանության իրավունք ունենք։ Եղբայր դիմենք վարչական դատարկենով է ճիշտ ես 150 կվարծիրայի բնակիչներն են, ճիշտ է մենակ դու ես ճիշտ, այ Լևոն։ Բայց Լևոն Հովհաննիսյանը ինչ անձնական շահագրգռվածություն ունի։ Ամբիցիա։ Ահո ջան, արի խոսամ ներվերս չի անում։ Չէ, ինքը մեր քաղաքացի, չէ, մեր ուրա բար։ Ինքը մի անգամ եկել աստեղ, չի կարա ներս մտնի։ Դուրս մտել։ Ներս մտել է։ Հետո չի կտրել են մտել։ Ասա իրան լրքի հետ է, մի դրանից վիրավորվել է երևի ստորագրել։ Ամբիցիաները վերականգնում, բայց չեմ հասկանում։ Չեմ հասկանում ինչի համար է, որտեղ իմ ուղերից վեր է, ոնց կարա մի հոգի ինչ-որ ամբիցիաներ բանալի, որովհետեւ իր ամբիցիաները իրականացնել այսքան մարդու դեմ։ Դե հիմա մենք է պայքարում ենք, իշտան կարան կպայքարում։ Ինչ կլինի, որտեղ մենակ մի մարդով հարցը չի գցում, մանավանդ որ իրանք հավերժ չեն։ Խոսանությունը փոխվում է։ Դե կարող է իրանք պապական է դեր աշխատելու։ Բայց բանը որ ցանկապատը, հա, եղել է նախագծի սկզբանե իրենք արել են, թե բնակիչներն են։ Միջև այս ցանկապատը մենք արել ենք ցանկապատ մեր բնակիչները։ Մենք վերապահովության համար, այդ նարկոտրաֆիկի դեմ առնելու համար, մենք մեր ծախսերով մենք ցանկապատել ենք ուղղի խագարը։ Նախին քաղաքապետը նախին քաղաքապետը եկելա, պայմանավորվել են բանավոր են, որ էլի պետք է բակը փակելն է։ Բայց սարքեցին, էլի փակեցին, հիմա իրանց խոսքից իրանք ասում են, ուզում են բակը լրիվ բացեն, որ ես չգիտեմ, ազգական շահագրգռվածություն ունեն այս մարդը բիզնեսի համակարգում, ես չեմ հասկանում։ Բայց ոնց որ գնում է դրա, ինչա փակել կներկայացնի իրավիճակը, որ ավելի պատկերավորի ինչ է կատարվում, երբ որ այգի դռները բաց են։ Որ այգի դռները բաց են,
մենք նկարները գցել ենք Telegram ալիքներով, ոնց է մենք այդ ռեգալի նարկոտիկը կարեք զորը նկարները բերեք նարկոտանը։ Մենք գցել ենք այդ Telegram ալիքներ, ոնց են ոչնչացնում եք ամբողջը։ Ոնց են ոչնչացնում եք ամբողջը, որտեղ դեմը գտել եք մենք գտել ենք մեր բացում, վերցնում էինք, գցում էինք, որ էլ չանեն, որտեղ իրաց բիզնեսին խփում են։ Այդ կադրերից ֆիքսած չունենք, բայց այս մոյկեն կարանք ցույց տանք, որ դե մեր Արմենի գարաժն է, այն տակին բանը կարանք ցույց տանք, որ դե Չէ, թոքցի ձեռնոցում էր։ Ցույց կտամ։ Ինչ աճարվեք նկարել։ Գցի հեռախոսի մեջ հետո Կդնեմ, պետք է ասվածը ոնց կուզեք կմերեք։ Շատ լավ։ ասեն դարել էինք իրան Սպարում։ Շատ է եղել։ Արդեն որտեղ իրանց համար էս իդեալական շուկա է, փակ գիտեք շենքի արանց, այնտեղ ոչ մեկ չկա որ իրանց բանանի իդեալական պայմաններ է իրանց համար, դրա համար ինձ թվում է, ես չգիտեմ, որ դրա համար են բացում, որ վերականգնեն այդ Պլանի փոշի։ Թե ոչ մի Սաղ անգիր են կարել։ Դրա համար էլ նախաձեռնել էիք ու փակել էիք։ Այո, դեռևս մինչև վերանորոգումը բակի 5 տարի արդեն փակ է բակը։ Այսինքն դուք տեսնում եք, հա ինչպես էին վերում, պահում։ Չէինք տեսնում, բռնում էինք, իրանք գոռում էին, ճվում են, նարկամանը ոնց է իրան պահում, այդ է, թողեք, նարկամանը ոնց է պահում իրան, բռնում էինք ամենավերջի ձևով, կռիվա, Կարող գործերին խփել եք որոշել եք։ Էտա դրա համար էլի սաղ կռիվը։ Դե այնտեղ ես Ուրիշ տարբերակ չկա։ Եթե մարդը ելին մարդը բնիշպի լուրջ է, էլի, լուրջ մարդ պետք է, էլի, լուրջ այդ աղջկա դեմը, որ ինքը ստեղ Մեծ վիդեոն եմ ուզում։ խնջիկ լամիշ է եղել, ժողովրդական լեզվով ասած, այդ դրա հետևանքներն էլ այս է։ Համատելը դուրս գալու տղեկացնես կալուքին հետևից Բնակիչները ահա այս ամենն են փորձել կանխել, որ ունենան առողջ սերունդ, որովհետև այստեղ երիտասարդ հարցներն իրենց մանկահասակ երեխաների հետ է այգում։ Վիդեոն մինչև վերջ թողեք, որ բոլորը տեսնեն, որ թափվում է սա, կանալիզացիան։ Հələ դրանց նայ։ Տեսեք բնակիչները ամբողջը ոչնչացնում են։ Եվ որպես ապահովություն իրենց բակը փակ են պահում։ Սակայն Լևոն Հովհաննիսյանը որոշել է, որ այս բակը պիտի լինի բաց։ Ցույց եմ տալիս վաղջը։ մարդը մեծ կամեն ես չեմ սիրում, բայց կարող է ինչ-որ կանալ է, որ ռեալիզացնում։ Գործերին խփել եք, բիզնեսին խփել եք։ ապրիարի Շատ բարի։ Շատ ուրիշ բան է կարել, նա պայգին է լավ այգի, երկրորդը Բանը մի հատ լորդի գբերենք, ցեն լորդի բանով։ Այս փոփուշ կանեն։ Այդ ամենը ինչ որ տեսակ սիրելի հայրենակիցներ, ձեր բնակիչները գտել էին այս բակից, այ հենց այս բակից, որտեղ ոստիկանների աչքի առաջ խաղում են անչափահաս, մանկահասակ երեխաներ։ Եվ քաղաքային իշխանությունը այսօր առանց գրավոր հրահանգի, առանց նախագծի փոփոխության, ապամոնտաժեց դուռը, որպեսզի այն ինչը որ տեսակ դուք նոր տեսանյութում ազատ ելք ու մուտք ունենա։ Կարող ենք այդպես ենթադրել, կարծում եմ։ Մարդիկ իրենց համար, իրենց երեխաների համար անվտանգ եւ ապահով տեղ են, մաքուր տեղ են ստեղծել, ծառերն էլ բնակիչները իրենց գումարներն են հավաքել, իրենց գումարներով բոլորը մասնակցել են
ծառեր են գնել, խնամում են, մաքուր են պահում եւ օրինակելի բակ ունեն։ Երևանի բոլոր վարչական շրջանների բակերը կարող են գալ այստեղից օրինակ վերցնել, թե ինչպես պահել սեփական հողը, սեփական տան մուտքը եւ բակը, խաղահրապարակը, որտեղ իրենց ծնողներն են հանգստանում, իրենց զավակները խաղում։ Քանի որ արդեն հասան իրենց ուզածին եւ ապա մոնտաժեցին այս տուրը, ես նորից մի հատ էլ հիշեցնում եմ Տիգրան Ավինյանին, որ պարոն Ավինյան, միգուցե ձեր ենթակաները, կոնկրետ Լևոն Հովանիսյանը չի լսել ձեր կարգախոսը, ասենք կանենք, եւ բնակիչների ասածը հակառակ էֆեկտով է ստեղ գործեց, բնակիչները բակը մաքուր են պահում, բնակիչները բակը թմրադեղերից ու այլասերվածությունից փորձում են հեռու պահել, բայց քաղաքային իշխանության հրահանգով այսօր այս բակը բացվեց։ Արդյոք դուք տեղյակ եք, Տիգրան Ավինյան։ Մենք այս պահին ավարտում ենք ուղիղ եթերը, ասենք, որ լինելու ենք հետևողական եւ Մայր Հայաստան խմբակցությունը արդեն իսկ հրատապ գրավոր ընթացակարգով համապատասխան միջոցներ ձեռք է առել։ Այս երեխաները պետք է մեծանան հայեցի, պետք է այլասերվածությունից, թմրադեղերից հեռու լինեն, ինչպես հայ յուրաքանչյուր մանուկ, հեռու ՔՊ-ից եւ հեռու այլասերվածությունից։